Ես Լևոն Աբրահամյանն եմ, գեղանկարիչ, ծնվել եմ արվեստագետի ընտանիքում, հայրս Գագիկ Աբրահամյանն է, գեղանկարիչ, և եղբայրս Խաչիկ Աբրահամյանը, բոլորը մշակույթի ոլորտի ուրեմն ասպարեզում ստեղծագործող, գործող արվեստագետներ են, նկարիչներ են, և այդ միջավայրում կարծում եմ, որ բնականաբար ճիշտ էր իմ զարգացումը, որ ընտրեցի կերպարվեստը և մինչ այսօր այդ կերպարվեստի միջավայրում, այդ կերպարվեստի ուրեմն օվկիանոսում փորձում ենք մեր տեղը գտնել։ Արմատներով երևի կարելի ասել Երևանից, իհարկե ակունքները շատ հեռու են գնում և հայրիկի կողմը և մայրիկիս, բայց ես արդեն 4-րդ սերունդն եմ, որ Երևանում եմ ծնվել և ինձ համարում եմ երևանցի։ Քանի որ ընտանիքը մշակութային էր, այսինքն հայրս նկարիչ էր և մինչ այդ իհարկե մեր այդ արվեստի հետ կապվածությունը գալիս է դեռ հայրիկիս պապիկից, Խաչիկ Աբրահամյանից, մեր տանը միշտ եղել են հետաքրքիր մարդիկ, հետաքրքիր զրույցներ, շատ անվանի մարդիկ են մեր տուն այցելել և այդ ամենը կարծում եմ երեխայի համար մեծ աշխարհ էր, որտեղ կարող ես ամեն օր, ամեն առիթի դեպքում շփվել մարդկանց հետ և լսել շատ հետաքրքիր ուրեմն զրույցներ, որը պարտադիր ու միանշանակ քո վրա ազդեցություն է թողնում և դու էլ տարիներ հետո արդեն փորձում ես այդ զրույցներից ու կարծիքներից ուրեմն քո ուրեմն պատկերացումները կազմել կերպարվեստի, արվեստի և ընդհանրապես կյանքի վերաբերյալ և հետո աստիճանաբար արդեն կյանքի ձևավորման մեջ, իմ կյանքի ձևավորման մեջ մեծ դեր են ունեցել և դասախոսները և մանկավարժներ, հայրիկի ընկերներ և շատ մարդիկ, որոնք շատ մեծ հետք են թողել և անվանի արվեստագետներ, որոնք մեզ համար կարծես մի հատ ուղենիշ էին և մի հատ տեսակ էր, որը իրենց բնույթով, իրենց բովանդակությամբ միանշանակ ծառայում էին արվեստի մաքրամաքուր այդ գաղափարին, թե ինչպես պետք է նկարիչը, արվեստագետը ծառայի մշակույթին։ Այդ մարդկանց մեջ և Անատոլի Պապյանն էր, և Սեթրակյանը, Մկրտիչ Սեթրակյանը և շատ անվանի մարդիկ, որոնք մեզ իսկապես ճանապարհ հարթեցին իրենց խոսք ու զրույցով, իրենց ընկերական մոտեցումներով, մենք շատ ժամանակներ հանդիպում էինք դասաժամային, այսինքն այդ արվեստանոցից բացի գնում էինք իր արվեստանոցները, իրենց արվեստանոցները և այնտեղ արդեն մեզ թվում էր, թե պարզապես շփումներ են, բայց հիմա ես հետ եմ նայում և տեսնում եմ, որ դա շատ մեծ հետք թողեց, հենց ինչպես պետք է մարդը վերաբերվի ընտրած ուղուն, այդ անձնուրաց ուրեմն աշխատանք է, անձնուրաց մոտեցում է, սեր, որը ոչ մի բանի չի համապատասխանում, այսինքն սեր, որը հարցադրումներ չունի, ինչի ես սիրում, սիրում ես, որովհետև դա քո ապրելակերպն է և սիրում ես, որովհետև դա քեզ ամենամեծ ուրեմն լիցքերն է տալիս և մեր դասախոսները այդ ամենը իրենց մեջ կրում էին և ես իրենց անվանում եմ արվեստի առաքյալներ, որովհետև և իրենց բովանդակությամբ և արտաքինով և ապրած կյանքով իրենք հենց այդ առաքյալների նման էին, արվեստի, կերպարվեստի ոլորտում գործող մարդիկ, որոնք միայն ու միայն ծառայում էին բարձրագույն ուրեմն աստիճանին և շատ անգամ նաև խիստ էին լինում մեր հետ, բայց այդ խստությունը հիմա ես հասկանում եմ, որ իրենք անգամ իրենց թույլ չէին տալիս ինչ-որ տեղ իրենց թուլացնել կամ ինչ-որ մի տեղ, որ կեղծ լիներ և այդ ոչ կեղծիքը, այդ խստությունը ես հասկանում եմ, թե ինչի համար էր այդ արվում, որ երբևիցե չպետք է լինես մի բանի մեջ, ուղղակի պատահական կամ իմիջիայլոց կամ այսօր ես էլ եմ ինքս դասավանդում եմ ճարտարապետական համալսարանում և նույնը փորձում եմ այսօրվա ուսանողներից փորձել հասկանալ, լսել,
որ եթե ընտրել ես մի ասպարեզ, այդ ասպարեզում դու անպայման պետք է մինչև վերջ գնաս, չնայելով բարդություններին, չնայելով ֆինանսական հաջողություններին, ոչ մի բանին չես նայում, դու ուղղակի գնում ես, որովհետև դու սիրում ես։ Իսկ այդ սերը անպայման փոխադարձ է լինելու, եւ եթե մարդը նվիրում է իր մասնագիտությանը, անպայման մասնագիտություն ասվածը կամ արվեստը կամ այդ աներևույթ թվացող բանը անպայման քեզ փոխհատուցում է։ Եվ դու իսկապես այդ որոնումների ու փնտրումների մեջ անպայման գտնում ես եւ քո ասելիքը, իհարկե ասելիքը շատ բավականին ուշ է գալիս, դա մարդու ձևավորման հետ էլ է կապված անպայման, եւ ինչքան մեծանում ես, այնքան քո ասելիքը ավելի թանձրանում է, ավելի իմաստավորվում է եւ շատ կարեւոր է, որ ուսանողը այդ ճանապարհը անպայման պետք է անցնի սիրով եւ մեծ ոգևորությամբ։ Ընթացքը սկսվում է հենց ինքս իմ մեջ, ես կտավի առջև նստում եմ ուղղակի արդեն ամբողջ բովանդակությունը իմ մեջ ունենալով, իհարկե որոշ շտկումներ կամ որոշ ուղղություններ կարող են եւ փոփոխման ենթարկվել ընթացքում գործի, բայց անպայման ես պատկերը պետք է իմ մեջ ունենամ։ Պատկերը եթե չեմ ունենում, ես չեմ նստում աշխատանքի։ Շատ անգամ իհարկե դա շատ ավելի քիչ է լինում, պատկերը գալիս է ընթացքում, գործի ընթացքում, բայց անպայման քո մեջ պետք է այդ ասելիքը ձևավորված լինի։ Եթե ասելիք չկա, ես օրինակ հիմա բավականին մի փոքր դադար ունեմ, անհատական ցուցահանդեսից հետո, դա տեղի ունեցավ մայիսի 17-ին 2024 թվականի, անհատական ցուցահանդես ունեցա, հիմա որոշակի դադար եմ առել եւ գիտակցված եւ փորձում եմ, եթե ասելիք ունեմ, այդ ասելիքը ավելի փորձեմ մի քայլ ավել լինի ցուցահանդեսի ներկայացված աշխատանքներից բացի։ Դա կարծում եմ ավելի ես կարող եմ կրկնել, բայց չեմ ուզում կրկնել եւ այդ ասելիքը փորձում եմ հիմա ձևավորել եւ կարծում եմ, որ այդ ասելիքը նոր աշխատանքներում ավելի բովանդակային կլինեն։ Հատկապես 21-րդ դարում ոճերը բավականին այսպես աննկատ են դարձել, որովհետև տարբեր բաներ կարող են քո նկարչության մեջ լինել եւ իմպրեսիոնիստներից եւ ֆովիստներից եւ կուբիզմից, դա կարող ես դու ինքդ ընտրել եւ խաղալ եւ այն վարպետները, որոնք այդ ժամանակին այդ իզմերի միջով անցել են, մեզ բավականին մեծ հնարավորություն են տվել ավելի աշկան բան լինել, հանգիստ նկարել եւ դա ես հիմա չեմ կարող ասել ես ինչ իզմի մեջ եմ, որովհետեւ եւ բնապատկերներ եմ անում եւ վերացական պատկերներ, հիմա ավելի շատ ինձ մոտ վերացական պատկերներ են կամ միջավայրներ են, բայց այդ վերացականի մեջ անպայման իր ասելիքը պետք է ունենա եւ հոգեվոր եւ զգացմունքային։ Կան նկարներ, որոնք զգացմունքային են ավելի, կան նկարներ, որ ինչ որ ասելիք ունեն եւ հոգեվոր միտումներ, այսինքն եւ մարդու ձևավորման եւ ինչ որ ցուցահանդեսին օրինակ ներկայացված էին սահմանահատում նկարների մի շարք, սահմանը հատեցինք այդ ժամանակաշրջաններ, երբ որ մեզ մոտ Հայաստանում տեղի էին ունենում իրադարձություններ, որը բնականաբար արվեստագետին անհանգստացնում է կամ մտածելու թեմա է տալիս եւ դու փորձում ես քո տեսանկյունով նայել այդ սահմանին, այդ տարածքներին եւ փորձում ես ինչ որ բանել ինքդ առաջարկել մարդկանց եւ անպայման այդ նկարները իրենց ուրեմն ձևավորումը ունենում են հենց քո մեջ, հետո նոր հանդիսատեսին անպայման հասցնում ես իրենց նպատակին։ Ոգեշնչում եմ ամեն ինչից, կյանքից։ Արվեստագետը անպայման պետք է զարթուն լինի, արթուն լինի եւ կյանքը դիմավորի իր ամբողջ գույներով եւ ստեղ ես միշտ մի փոքր համեմատում եմ այն մանուկի հետ, որը մանուկը ուրախանում է ամեն բանից
եւ դու պետք է այդ քո մեջ գտնես այդ մանուկին, որ յուրաքանչյուր բանից կարող է ոգևորվել, յուրաքանչյուր բանից կարող է առիթ դառնալ եւ այդ իրականությունը ինչու որ մենք կանք, այդ իրականությունից գտնում ես քո գույները, քո ասելիքը եւ նկարչի արվեստագետի ամենակարևոր բանը իհարկե ամբողջ այդ միջավայրի մեջ ապրելով գտնել նաև քո ասելիքը։ Ժամանակին մեզ նաև դրան սովորեցրել են եւ դա իհարկե վարժությունների շնորհիվ է լինում, տեսնել այն ինչը որ չի տեսնում ուղղակի քաղաքացին, որը զբաղված է իր առօրյայով, իր մտքերով, բայց դու հենց ինքդ անպայման պետք է գտնես այն, ինչը որ շատ կարող է անսպասելի լինի ուրիշի համար։ Շատ պարզ բաներ կարող են լինել եւ առարկաներ, եւ միջավայր, եւ թեմաներ, եւ հիմնականում արվեստագետի հիմնական խնդիրը բացահայտման մեջ է։ Եթե դու ինքդ չես բացահայտում, դա քեզ համար կլինի անհետաքրքիր եւ դիտողի համար անհետաքրքիր։ Դու անպայման պետք է այդ բացահայտման արարչական այդ բացահայտման մեջ լինես եւ դա անպայման քեզ մեծ ուրախություն ու դա անբացատրելի մի զգացողություն է բերում։ Այսինքն անգամ դու ինքդ չես պատկերացնում ինչ ես բացահայտել։ Հենց նոր բան ես գտնում, այդ նոր բանը քեզ տեղափոխում է մեկ ուրիշ հարթակ եւ այդպես դու ինքդ քո ճանապարհը անցնում ես, բայց անպայման պետք է անկեղծ լինես եւ բացահայտումների մեջ լինես, որովհետեւ դա ես մեկ-մեկ նաեւ համեմատում եմ գիտական աշխատանքների, գիտության հետ, որ գիտնական ինչ-որ բան նոր բան է գտնում, նույն կերպ նաեւ նկարիչը պետք է գտնի։ Շատ անգամ չես մտածում դրա մասին, արվեստի քո ստեղծած կերպարվեստը, այսինքն արվեստը չես մտածում հասանելի կլինի, թե հասանելի չի լինի։ Առաջի հերթին քեզ է հետաքրքիր եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող առաջի հենց պահին ստեղծագործում է իր համար, որովհետեւ ինքն է այդ process-ի մեջ եւ դա այդ անտեսանելի կապն է, որ ինքդ էլ չես հասկանում ինչ կապ է դա տիեզերքի Աստծո հետ, որ տեղի է ունենում եւ դու սկսում ես այդ process-ի մեջ աշխատել։ Եվ այդ աշխատանքը եթե արդյունք է տալիս, այսինքն եթե հանդես ես գալիս ցուցահանդեսի տեսքով եւ հանդիսատեսը ընդունում է, ուրեմն այդ կապը տեղի է ունեցել եւ դու կարողացել ես ինչ-որ բան հաղորդել նաեւ դիմացինին։ Իսկ կլինի դա հանրային շատ ավելի թե ոչ, դա այդքան կարեւոր չէ, որովհետեւ ամեն մի կերպարվեստ կամ ամեն մի արվեստի գործ չի, որ պետք է հասանելի լինի, կան մասնագետներ եւ կան ավելի խորացված հանդիսատես, որը ճանաչում է արվեստ, ճանաչում է կերպարվեստ եւ այդ ընդհանուր զարգացված լինելու մեջ ինքը կարող է քեզ գնահատական տալ, բայց անկեղծ ասած այդ գնահատականը իհարկե հաճելի է, իհարկե դա ոգևորող է, բայց անգամ կարող են բացասական կարծիքներ լինեն եւ այդ բացասականը ինքը օգնի քեզ ավելի ու ավելի խորացնել քո ընտրած ուղին եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է այդ ընթացքը, դու ինչ ես ուզում ասես, ինչ ես ուզում ընդհանրապես ինչ ես նկարում։ Ես փորձում եմ նաեւ այդ փոխանցել նաեւ իմ ուսանողներին, շատ անգամ աշխատանքներ տեսնելով անպայման հարց եմ տալիս, իսկ քեզ ինչն է հուզել այս բանում առաջադրանքի մեջ կամ թեմայի մեջ, որ դու փորձել ես այդ թեման ուրեմն նկարել կամ ինչի ես այս կերպ նկարել, որովհետև դա շատ կարևոր է տեսնել թեման եւ այդ թեմայի շուրջ գտնել նոր ասելիք, նոր մոտեցում եւ նոր անգամ կարող է դա գույնային ինչ-որ լուծումներ լինեն, բայց այդ լուծումները անպայման պետք է հանդիսատեսը հասկանա ինչի է դա այդպես արված։ Իսկ կերպարվեստը շատ մեծ հնարավորություններ ունի եւ մինչ այսօր եւ շատ գործող նկարիչներ կան, շատ հետաքրքիր, անգամ
հիմա հայ արվեստագետներ բավականին մեծ հաջողություններ ունեն դրսում, որոնք կպնում են համամարտկային թեմաներին եւ շատ ուրախ եմ, որ այսօր բավականին այդ ազատությունը տրված է ստեղծագործելու եւ մարդը չի մտածում ինչ որ իզմերի մեջ մտնել կամ ինչ որ ռոպագանդաների մեջ, այսինքն քարոզչական, որը ժամանակին կար եւ մեր նկարիչներին շատ էր սահմանափակում, շատ նկարիչներ կարող էին ավելի մեծ բարձունքներ ունենալ, իսկ այսօր կա այդ հնարավորությունը եւ բավականին շատ նկարիչներ համակարգչային այդ բանի դարաշրջանում, այսինքն այդ բավականին շուտ նկատվել եւ բավականին հետաքրքիր մատուցել, դա հնարավորություն է տալիս մեր հայ նկարիչներին սահմանները անցնել եւ շատ ուրախ եմ, որ իմ գործընկերները այդ ճանապարհը անցնում են, ես էլ փորձում եմ ինչ-որ չափով նաեւ իմ ճանապարհը անցնել։ Ինձ համար ամենակարևորը process-ն է եւ այդ process-ի ընթացքում է, որ կարծես նավավարում ես եւ այդ նավավարման ընթացքում ծանոթանում ես տարբեր շերտերի հետ։ Անպայման այդ նավավարությունը պետք է լինի, այդ ընթացքը պետք է լինի, ընթացքն է բերում նորանոր ասելիքներ։ Ես դադար եմ առնում կամ կանգնում եմ, երբ որ զգում եմ, որ ասելիքս սկսում եմ կրկնել։ Երբ որ սկսում եմ կրկնել, մի փոքր դադար եմ առնում եւ այդ դադարի ընթացքում փորձում եմ անգամ նյութերը փոխել, որ այդ նյութերը իրենց հետ ինչ որ նոր ասելիք բերեն, process-ը ավելի շատ հետաքրքիր է, process-ը մեծ ոգևորություն է տալիս, անգամ կարող է բավականին երկար տևել, մեկ աշխատանքի շուրջ բավականին շատ մտածես կամ դա կարող է եւ շաբաթներ տևել, բայց այդ շաբաթները վերջում անպայման ոնց որ հասնում ես տեղ, հանգրվանում ես ինչ որ շատ սիրուն տեղ եւ այդ հանգրվանած տեղը բավականին մեծ ուրեմն քեզ հանգստություն ու խաղաղություն են տալիս, բայց այդ ընթացքը անմոռանալի է։ Եվ կարծում եմ, որ բոլոր նկարիչները կամ բոլոր արվեստագետները այդ ուղին անցնում են, այդ ուղին ավելի հետաքրքիր է գտնել կերպարիդ, գտնել միջավայրը, գտնել ինչ տեսակ պետք է ներկայացնես։ Կթվա թե նկարիչը այդ փնտրումը ավելի ոնց որ իր մոտ սահմանափակ է եւ մենք հանդես են գալիս մի կտավով, բայց այդ կտավը անպայման այդ ասելիքը պետք է ունենա եւ այդ անցնող ճանապարհը պետք է հանդիսատեսը նկատի։ Այն մարդը, այն նկարիչը կամ արվեստագետը, երբ որ չի անցնում այդ ուղին, դա միանգամից նկատվում է։ Եվ այդ արվեստագետը անպայման նկատում է եւ նկարիչը գնահատում է, որ կարծես թե ճանապարհը թերի է անցած։ Սիրելի գույն չունեմ, բոլոր գույներն էլ ինձ համար հարազատ են, քանի որ իրենք իրար կողք են լինում եւ իրար հետ լրացնում են։ Ես բոլորին նույնատիպ, նույնակերպ սիրում եմ եւ բոլորն էլ ոնց որ իմ ընկերներն են։ Ես իրանց հետ ընկերություն եմ անում, իրանք ինձ հետ արդեն համակերպվել են իմ բնավորության հետ եւ բոլորն էլ լիարժեք ինձ օգնում են, որ կարողանամ ստեղծագործեմ։ Եվ սիրված այդպես գույն չունեմ եւ չեմ էլ անկեղծ ասած մտածել դրա մասին, որովհետեւ գույնը հենց ներքին զգացողություն է։ Անկամ կարող է գույն չլինել եւ լինել շատ քիչ ասելիքով, ուրեմն կտավ գույնի առումով։ Բայց միևնույն է, այդ ամեն հանրագումարը կա այդ գույների մեջ, այսինքն երբեք նաեւ գույները չպետք է կրկնվեն, դա էլ է վարժության նման մի բան, երբ որ մարդը սովորեցնում է իրան այդ գույների մեջ տեսնել աշխարհը, բայց ցանկալի է, որ փորձես նոր գույներ, նոր ընկերներ, հենց այդ ներկերը պետք է դառնան քեզ համար ոչ թե 3 հոգի կամ 4 հոգի, այլ անդադ փորձես տարբեր գույներ իրար հետ անգամ, որոնք իրար հետ չէին էլ հանդիպել, իրար հետ հանդիպացնես, ընկերացնես ու օգտագործես քո կտավներում։ Դա նաեւ շատ ավելի հետաքրքիր արդյունք է տալի։
ես անձամբ ներշնչանքի խնդիր չեմ ունեցել, ինձ մոտ դադարը դա պայմանավորված է ուղղակի գտնել նոր բանաձևեր, նոր ասելիքներ, միգուցե դա դադար է, որովհետև ասելիքի փնտրում կա, բայց ոչ թե դադար է աշխատանքը անընդհատ ինձ մեջ է, ես պետք է լցվեմ, հենց հասկացա, որ հագեցել եմ արդեն, կարող եմ ասելիքս ուրեմն արտահայտել, այդ ժամանակ անպայման այդ ոգևորությունն էլ է գալիս, ամեն ինչ գալիս է, եւ կարծում եմ յուրաքանչյուր նկարիչ այդ դադարը ոչ թե նշանակում է, որ դու չես նկարում, այլ դադարը նշանակում է, որ դու փնտրումների մեջ ես, նոր ասելիքի մեջ ես, եւ չես կեղծում եւ հանդիսատեսին եւ քեզ, ես կարող եմ նույն տեմպով աշխատել, բայց անկեղծ ասած ինձ հետաքրքիր չի դա, ինձ հետաքրքիր է, որ ես ինքս ինձ չկեղծեմ եւ եթե ինչ-որ մի փոքր իհարկե կարող է դա աննկատ լինի, այդ փոփոխությունը, բայց այդ փոփոխությունը ինձ համար շատ ավելի կարեւոր է, որովհետեւ ցուցահանդեսը ինքը ամբողջական քո պատկերը ներկայացնում է, դու ինքդ տեսնում ես դա եւ ինչ որտեղ շատ լավ է եւ ինչ որտեղ նաեւ մի փոքր վտանգավոր, որ դու պատրաստ ես մյուս փուլին, այսինքն դա մի ֆիլմ էր, մի գեղարվեստական ֆիլմ էր եւ այդ ֆիլմը ավարտվեց, իսկ պատրաստ ես նոր գեղարվեստական ֆիլմ նկարելու։ Յուրաքանչյուր մարդ պետք է ֆիլմերին պատրաստ լինի։ Հիմա ինձ մոտ կարծես այդ հետ սցենարային վիճակ է, ես սցենար եմ հիմա գրում, որ աստիճանաբար անցնեմ մյուս փուլերին, այսինքն մյուս նկարները չկրկնվեն այն ֆիլմը, որը առաջի անգամ, այսինքն առաջինը ստեղծվեց։ Իհարկե, մինչ այդ էլի ցուցահանդեսներ են եղել, անհատական, ոչ անհատական, խմբակային, բայց անպայման պետք է մեկը մեկին նման չլինի, ոնց որ յուրաքանչյուր ստեղծագործող այդ խնդիրը ունի, եւ կոմպոզիտորները ունեն, եւ կինոռեժիսորներ ունեն, իրենց ֆիլմերը պետք է մեկը մեկին լրացնեն, այլ ոչ թե կրկնվեն։ Նույնը նաեւ այդ խնդիրը նաեւ նկարիչը ունի։ Եթե դու ինքդ քո հետ բանես, հաշտես եւ անկեղծ ես, ուրեմն պետք չի որ կրկնվի։ Ցանկալի է որ շարունակություն լինի։ Սա է հիմնականում, սա է խնդիրն է։ Հայ նկարիչը մի փոքր բարդ խնդիր է, մի քիչ ավելի քաղաքականացված կարող է հնչել, ավելի ուշադրության, պետական մակարդակով ավելի ուշադրության կարիք ունի։ Միևնույն է, նկարիչների միությունը, որպես այդպիսին, ես հանդիսանում եմ նաև այդ համակարգում աշխատող մարդ, շատ ակտիվ է եւ բավականին մեծ ակտիվություն կա կերպարվեստի ասպարեզում, անընդհատ ցուցահանդեսներ, անընդհատ այսինքն հանդիսություն կա, նկարիչները շատ ակտիվ ստեղծագործում են, բայց կարծես մենակ այդ սիրո բանն է, դրսևորումն է։ Դա ինչ որ կերպ անպայման պետք է փաթեթավորել, պետք է նաև ներկայացնել, ինչու՞ չէ, անպայման պետք է դա կլինի պետություն, դա կլինի ինչ որ մարդիկ, դա կարող է լինել առանձին հովանավորներ, որոնք կկարողանան միջազգային ասպարեզ հանել նաև հայ նկարչին։ Ես ասացի, որ հարթակները հնարավորություն տվեցին իհարկե ինքդ քո ճանապարհը գտնել, բայց դա բավարար, կարծում եմ բավարար չէ եւ դրա վրա պետք է անպայման ուշադրություն դարձնել եւ երիտասարդների, որոնք նոր են մտնում այդ ասպարեզ եւ իրենց պետք է ուղղորդել եւ ինչու՞ չէ Հայաստանում շատ քիչ են, բավականին քիչ են բաները, գալերիները, որոնք կզբաղվեն նկարիչներով եւ կարողանան իրենք միջնորդել եւ տանել տարբեր հարթակներ ներկայացնել։ Դա երևի ինչ որ չափով նաեւ Հայաստանի տեղանքի հետ է կապված, մեր սահմանները այդքան էլ բաց չեն աշխարհին հանդես գալու համար եւ բավականին դժվարություններ կան, բայց եթե նկարիչներին հարցնեք, իրենք ասեն ոչ մի դժվարություն էլ չկա, բայց ներքուստ այդ բանը կա, մի փոքր այդ խռովքը կա, որ ինչի ենք մենք այդքան անտեսված եւ ինչ որ չափով
եթե ուրիշ ասպարեզներ իրենք վարձատրվում են, նկարիչը միայն իր վաճառված նկարով կարող է ինչ-որ եկամուտ ունենալ եւ դա բավականին բարդ ուղի է, շատ բարդ ուղի է, լինելով նվիրյալ, լինելով ամեն տեղ այդ նվիրումը ունենալով, բայց բախվում ես նաեւ կենցաղի հետ, բախվում ես շատ հարցերի հետ, որոնք ինչ-որ չափով կարող են հետ մղել այդ քո նվիրվածությունից։ Դա համար պետք է շատ ամուր ուրեմն հիմքեր ունենալ, բայց դրա հետ միասին կարծում եմ, որ պետական աջակցությունը եւ ասեցի, մասնավոր եւ պետական աջակցությունը ավելի ու ավելի շատանա եւ կարծում եմ, որ դա միայն ու միայն օգուտ կբերի եւ պետությանը եւ անձերին, որովհետեւ կարծում եմ, որ հայ մարդը այդ ստեղծագործ ունակություններն ու ստեղծագործ միտքը իր մոտ անդադ պրոգրես է ապրում, անհասկանալի կերպ եւ զարմանալի է, որ այս փոքր տարածքում կան այդքան հետաքրքիր ստեղծագործողներ եւ իրենց անպայման թևեր է պետք տալ։ Եվ յուրաքանչյուր ժամանակներում այդ թևեր տալն է շատ կարեւոր, ինչպես եւ վերածննդի ժամանակ շատ մեծ ընտանիք Մեդիչիների ընտանիքը օգնեցին մեր հանճարեղ նկարիչներին, հա, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոին, Դանթեին, իրենք տվեցին այդ թևերը։ Եվ եթե չլիներ այդ հովանավորությունը, կարծում եմ վերածնունդ չէր լինի։ Հիմա նույն կերպ մարդիկ պետք է այդ գիտակցությունը ունենան, հայ գործարարները այդ գիտակցությունը պետք է ունենան, որ ամեն ինչ չի, որ առևտրի մեջ է, ամեն ինչ չի, որ պետք է արք ու վաճառք լինի, նաև պետք է թևեր տալ։ Կարծում եմ դրա կարիքը հայ նկարիչը անպայման ունի։ Անձամբ ինձ մոտ այսօր մի փոքր անհանգստություն էլ կա, կապված ընդհանուր արդյոք մենք մշակույթ կրող ենք, թե մշակույթ կրող չենք։ Արդյոք մենք գնում ենք դեպի մշակույթը, թե դա բառից բուն իմաստով, քաղաքացի, որը իր մեջ կրում է մշակույթ խոսելու, մշակույթ շփվելու մարդկանց հետ, մշակույթ չաղմկելու, դա նույն մշակույթն է, կերպարվեստ, արվեստ, նկարչություն, երաժշտություն, մշակույթ, այդ կարծում եմ, որ մենք բոլորս այդ դրա կարիքը ունենք, հատկապես հիմա, հատկապես երբ որ մենք մի փոքր ավելի շատ սեղմվեցինք եւ այդ գիտակցությունը պետք է ավելի մեր մոտ սրվի, ավելի կենտրոնանանք, որ չխանգարենք ուրիշներին, փողոցով քայլելուց այդ մշակույթը ունենանք, այդ բարձր երաժշտություն չլինի մի ինչ-որ անհասկանալի մեքենայի մեջից եւ անհասկանալի ինչ-որ ես խոսք չեմ գտնում դաժե անգամ ասել երաժշտություն, դա բոլորը անդրադառնում են մարդու վրա եւ ին վրա էլ են անդրադառնում։ Ես ուզում եմ, որ Հայաստան աշխարհը կրողը լինի այդ մշակույթի եւ ապացուցի, որ ինքը իսկապես գալիս է հեռվից եւ գնում է հեռու։ Մենք այդ խնդիրը ունենք եւ դա միայն նկարչի խնդիրը չի, դա սովորական քաղաքացու խնդիրն է։ Բոլորս պետք է մեկս մեկի հարգենք, սիրենք, շատ ավելի կարեւոր բան է այդ սերը, հարգանքը եւ հասկանանք ընդհանուր մենք ուր ենք ուզում գնալ եւ ինչին ենք ձգտում, որովհետեւ անդադ խոսել, անդադ ասել դրա մասին, բայց չունենալ վերջնակետի գիտակցությունը դա ոչ միտեղ չի տանի մեզ եւ կարծում եմ, որ մենք անդադ գդոփենք նույն տեղում։ Ինչքան էլ անհատներ հաջողություն ունենան, երաժիշտներ, սպորտսմեններ, բայց դա բան չի, ոչ մի բան չի փոխի։ Ես դրա մասին հիմա շատ եմ մտածում եւ շատ անհանգստացած եմ եւ մեկ-մեկ հիմա փոքր ունեմ տղաս, իջնում եմ կենտրոն ման են գալիս, բոսնում ենք, բայց իմ երեխայի համար ես շատ անհանգստանում եմ, որովհետեւ անդադ աղմուկ եմ լսում եւ այդ աղմուկը ինձ անհանգստացնում է։ Ես անդադ փորձում եմ, ես իմ քաղաքում հանգիստ եմ ուզում լինել եւ այդ հանգստությունը չեմ գտնում։ Դա շատ կարեւոր բան է, երբ որ դիմացինը պետք է փորձի հարգել քո իրավունքները եւ դու անպայման պետք է հարգես իր իրավունքները։ Այդ ժամանակ մենք լիարժեք կունենանք հասարակություն, մենք լիարժեք կունենանք իրավունք Հայաստան կոչվելու եւ Հայաստանը ծաղկեցնելու։ Եվ այդ ժամանակ հաղթանակները տեսանելի կլինի։
մենք հարգենք մեկս մեկի եւ հարգենք Արարչին, որը մեզ այս հնարավորությունը տալիս է ապրելու, ժպտալու, ուրախանալու, սիրելու, ընտանիք ունենալու եւ այդ ընտանիքը հենց այդ դրա մեջ է ձևավորվում։ Մարդը պետք է արժանի լինի ինչ-որ բանի, որ ավելին տրվի։ Դու պետք է այդ ուղին անցնես։ Ես շատ եմ ուզում, որ մենք այդ ուղին անցնենք, մենք բոլորս միասին։ Ես ինքս լիքը խնդիրներ ունեմ, ես էլ պետք է այդ բարդույթները հաղթահարեմ իմ մեջ։ Եվ կարծում եմ, որ մենք այդ գիտակցությունը կունենանք, մենք կզարթնենք, նորից կվերածնվենք եւ կունենանք այդ լիարժեք շնչելու, արտաշնչելու, ուրախանալու, ինչու՞ չէ, իրավունքը, որովհետեւ հիմա կարծես այդ ուրախանալու անգամ բանը չկա, տրամադրությունը չկա։ Ես կուզեմ, որ մենք մի օր իսկապես հայ մարդը այդ ուրախության մեջ լինի, այդ սիրո մեջ լինի եւ հարգանքի մեջ լինի եւ մեկս մեկի սահմանը չանցնենք։